Հակակոռուպցիոն կոմիտեն այն ինստիտուտներից է, որի ձևավորումն ուղիղ կապ ունի 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 4-րդ տարեդարձի եւ կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ իր ելույթում կարևորել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի, հակակոռուպցիոն պայքարը քաղաքական թիմի բրենդներից է։ Այն միջավայրում, որը կար 2018 թվականին, այդ միջավայրում թվում էր, թե հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ դրանով շատ հարցեր կլուծվեն։ Դա իհարկե ճշմարտություն է, որովհետեւ առանց քաղաքական կամքի բացակայության ընդհանրապես որևէ հարց հնարավոր չէ լուծել։ Այսինքն քաղաքական կամքն այն է, որ ինչքանով է կառավարությունը, քաղաքական իշխանությունը ցանկանում, որ այդ հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ դեպքում տեղի ունենա։ Հաջորդ խնդիրը, որին վարչապետն անդրադարձել է, վերաբերում է դատական, իրավական եւ պետական համակարգերում գործունեություն ծավալող անձանց հարաբերություններին տարբեր մարդկանց հետ։ Այսքան մարդ ունի այդքան ծանոթ դասարանցի ընկեր, բարեկամ, բանակի ընկեր, հարևան եւ այլն եւ այլն։ Մի փոքր լավ վերաբերվի, ինչպես ընդունված է ասել, օպերատիվ օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի քննչական օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատական օղակը, հետո դատական օղակն էլ հələ 3 հատ կա, մի փոքր առաջին հացանը լավ վերաբերվի, մի փոքր վերաքննիչը լավ վերաբերվի, մի փոքր է վճռաբեկը լավ վերաբերվի, որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում է, բացարձակապես։ Եվ եթե մենք վերլուծենք, կտեսնենք հա գնում հաղորդագրություն, ինչքան ասես հաղորդագրություն, այդ ամբիոնից անդադ հնչում է, որ հարուցեցինք, էս արինք, բայց լավ վերջը ինչ առնում, ժողովուրդ ջան, ինչ առնում այդ վերջը։ Այս միջավայրում հնարավոր չէ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ընդգծել է երկրի ղեկավարը, անդրադառնալով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ ընդհանրապես իրավապահ մարմինների գործունեության միջև կապին, այդ թվում հակակոռուպցիոն պայքարի դեմ։ Վարչապետը նշել է, որ երբ անկայուն է իրավիճակը, լարվածություններ կան, քննիչը, դատավորը հնարավորություն չի ունենում կենտրոնանալ իր գործի վրա։ Ինչի համար եմ սա ասում։ Հիմա, երբ որ ես հետևում եմ, տեսնում եմ, որ այդպիսի տպավորություն կա, որ հիմա իրավապահ համակարգը ավելի ակտիվ է, այդ թվում հակակոռուպցիոն պայքարն է ավելի ակտիվ։ Իհարկե դա միակ գործոնը չի, բայց իմ գնահատմամբ նաև մեր տարածաշրջանում հաստատված խաղաղությունը ավելի շատ հնարավորություն է տալիս այդ թվում քննչական մարմիններին կենտրոնանալ իրենց գործի վրա։ Խոսելով կադրային հարցերի մասին, երկրի ղեկավարը նշել է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում Արթուր Նահապետյանի նշանակումը կարևոր դեր ունի, այդ թվում նրա դատավոր լինելու հանգամանքը։ Ես պարոն Նահապետյանի խնդրել եմ, ասել եմ, որ շատ կարևոր է, որ իհարկե պարոն Նահապետյան նախկինում եւ քննիչ է եղել, եւ դատախազ, եւ քննչական համակարգ է ղեկավարել։ Ես ասել եմ, շատ կարևոր է, որ հակակոռուպցիոն կոմիտեից դուրս եկող գործերը դատավորի աչքով նայվեն այդ թվում, որպեսզի այդ խոսակցության տարածքն էլ փակեն, որ այնուամենայնիվ քննիչը մի կերպ անցալում, դատավորը մի կերպ անցալում, եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս հանգամանքը նույնպես էական դեր կունենա հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացման իմաստով։ Պետության ղեկավարը նկատել է, որ իրավապահ համակարգի համար սովորական չէ աշխատել սոցիալական ցանցերի եւ խոսքի ազատության ներկայի պայմաններում, հաշվի առնելով, որ սոցցանցերում հասցեական հարձակումներ են սկսվում կոնկրետ քննիչների, կոնկրետ գործեր վարող քննչական խմբերի, նրանց ընտանիքների անդամների նկարների հրապարակմամբ։ Համակարգերը սկսում են ադապտացվել դրան, նաեւ դրանց հակազդելու ձևեր են գտնում։ Նկատել է վարչապետը, անդրադարձել է նաեւ այն հարցադրմանը, թե արդյոք Հայաստանում բոլորին գաղտնալսում են։ Շատ առանցքային գործերի հետ կապված գաղտնալսումներ են հրապարակում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հայաստանում օպերատիվ հետախուզության մասին օրենքը նորություն չի, այստեղ նորությունն ինչ է։ Նորությունն է նա, որ օպերատիվ հետախուզության մասին օրենքով հստակ սահմանված է եւ ընդ որում բոլոր ամենաժողովրդավարական երկրները ունեն այդ համակարգերը, որտեղ հստակ սահմանված է երբ, ինչպես, որ դեպքում, ինչ պայմաններում կարելի է իրականացնել այդ օպերատիվ աշխատանքը։ Իսկ որն է նորությունը։ Իսկ նորությունն է նա, որ քանի որ մեզ համար հանցավորության կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր եւ սկզբունքային է,
կառավարությունը այո ըստ հնարավորին ներդրումներ է անում, որպեսզի Հայաստանի օպերատիվ մարմինները տեխնիկական կարողություններ ունենան։ Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ այժմ քրեական գործերի առումով հակակոռուպցիոն կոմիտեում որոշակի աշխուժություն է նկատվում։ Կան բոլոր գործոնները, որպեսզի հակակոռուպցիոն պայքարը դառնա ավելի արդյունավետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել եւ չի նվազելու։ Իշխող ուժի նպատակն այն է, որ քաղաքականություններով կանխարգելեն կոռուպցիոն դրսևորումները։ Իր ելույթում էլ կոմիտեի ղեկավարը կարևորել է հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումն արտացոլում է կառավարության հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Ներկայացնելով 2025 թվականի առաջին 9 ամսում կատարված աշխատանքը, կոմիտեի ղեկավարը կարևորել է տեղեկատվական վերլուծական բաժնի ձևավորումը, տարածքային ստորաբաժանումների ստեղծումը, որոնք թույլ կտան տեղերում թիրախային պայքար մղել կոռուպցիայի դեմ։ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների թվով աճը կազմել է 57.4%, իսկ արժված վարույթների դեպքում տեղի ունեցել աճի նվազում 21.1%-ով։ Հատկանշական է, որ ընթացքը լուծված հիշյալ վարույթներից 58-ը հանդիսացել են 2-ից 7 տարի ժամկետում, իսկ 102-ը 1 տարի ժամկետում քննված վարույթներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հանրային հնչեղություն ստացած, ինչպես նաև նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ վարույթները։ Կոմիտեն ցուցաբերում է բարձր զգայունություն ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաների թույլ տված կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, արձանագրել է Նահապետյանը։ Կոռուպցիան անկախ ժամանակային հեռավորությունից կամ անձի զբաղեցրած պաշտոնից չի կարող մնալ անպատիժ։ Կոմիտեի նախագահը շնորհակալություն հայտնեց վարչապետին հետևողական ուշադրության համար։ Ձեր աջակցությունը նպաստել է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ կոմիտեի ծառայողի աշխատանքը դիտարկվում է ոչ միայն որպես մասնագիտական առաքելություն, այլ նաև որպես արժանապատիվ եւ մրցունակ ծառայություն։ Կոմիտեն շարունակելու է պայքարը կոռուպցիոն դրսևորումների դեմ, վստահեցնում է կառույցի ղեկավարը, արդարացնելով հանրության բարձր վստահությունն ու սպասելիքները։ Իրինա Մկրտչյան, լուրեր։